Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ժամը արդեն 5-ի կողմերն է։ Հյուր ենք գնում։ Աշուտը այն աղջկենի ու վրա չխայնացերով։ Վայ, այնքան չխայնացել, որ հեռախոսով գոռում է։ Աղբը գցենք, տաքսի կանչենք, ձևեր արդեն սովորել եմ։ 3 տաքսի ենք նստել։ Իդեպ այստեղ շատերն են տաքսի քշում, կապ չունի, մարդիկ կարող է իրիկունները կամ ազատ օրերը տաքսի են քշում, աշխատող մարդը դե միշտ ուզում է ստեղծի, չէ, պարապ չեն մնում։ Մանկավարժ էր այդ մարդը, մեզ տանում էր մեր ուզած հասցեով, տեղ չհասավ, մեքենան փչացավ։ Խեղճ մարդ մեքենան փչացավ, մեզ տեղ չհասցրեց, այդ շոկ ու կրակին, ասեցինք դե իջնենք, շատ չէր մնում չնայած գումարը դեսե օնլայն որ պատվիրում ենք տեսնում եմ, չէ, 900 դրամ կազմեց, տեղ չհասցրեց, ասում եմ մի տվեք փողը, ասեցի չէ, վերցրեք, մանրն էլ պետք չի, ասի մարդը առանցն էլ մեքենան փչացել է, հիմա ինչ անենք, դեց ստացվեց։ Ժողովուրդ ջան, երեկոյան Երևանից բազմա 1000 բարևներ ձեզ։ Երեկոյան Երևանն է, չէ, իշքան լավ, հաճելի, ինքան հաճելի է։ Մեղ քամի, ցերեկով վտանգավոր է դուս գալ, ահա ուրա։ Բայց իրոք հիմա շատ հաճելի է, հա։ Դուրս ենք եկել զբոսնենք, տեղատուն մտանք, պետքա դեղ վերցնեի, շատ հաճելի աղջիկ էր, չէ։ Շատ սիրալի, շատ հաճելի աղջիկ էր։ 10 րոպե սիրալիր խոսած, նոր միջև մի հատ դեղ առանք, չէ՞ համայրը։ Սպասարկման ոլորտում մարդիկ պետքա սիրալիր լինեն։ Եթե չէ, օրինակ մեկ-մեկ որ խանութներում տենց մեղմ ասած սիրալիր չեն լինում, մտածում եմ, որ երևի իրանց մենեջերները բան տեղյակ չեն, որովհետև ասում եմ, ընդհանրապես այդ խանութների տերերը բան գործատուները շատ գումար են ծախսում, որ վերապատրաստեն, որ իրանք մարդկանց հետ նորմալ վերաբերմունք ցույց տան, էլի, սիրալիր լինեն, որ մարդիկ շատ գնան խանութ, օգտվեն, նորից մտնեն այդ խանութը, վերջը մեծ գումարներ են ծախսում, բայց երևի շատ ժամանակ երևի գործատուները չգիտեն էլ, թե ոնց են իրանց դրսևորում, իրանց աշխատողները ոնց են սպասարկում, հա, այդ շատ կարևոր է, սպասարկումը շատ կարևոր է, ամեն մի հաճախորդի հետ պետք է անհատական մոտեցում լինի, բարևելուց մինչև ստեսություն ասելը։ Գնացել էինք, ինչ փողոց, Շիրակի փողոց, չէ։ Շիրակի փողոց։ Չէ, Շահումյան փողոց։ Հա, Շիրակի։ Շահումյան փողոց էինք գնացել։ Մեր բարեկամներ։ Հյուր էինք գնացել, շատ հաճելի անցավ, շատ ուրախացան, մենք էլ ուրախացանք, շատ լավ ժամանակ անցկացրինք։ Այդպես որոշեցինք, այսինքն իրանք առաջարկեցին, ասեցին, այստեղից տրոլեյբուսը գնում է ուղիղ ձեր փողոց։ Տրոլեյբուսով եկանք, ինքան հաճելի էր։ Արագել հասում։ Իմիջիայից համարը առաջ անգամ է տրոլեյբուս ես նստել, չէ՞։ Ահագին ժամանակ չես նստել, վերջի 10 տարվա մեջ։ Չէ, երևի, հա, չեմ հիշում, երևի անկախություն ցեսկում չեմ էլ նստել։ Գնացինք։ Այս ջուրերը խմենք լավներ է։ Շատ լավ ջուր է, հա։ Այս հայտարարությունները ուրիշ շենքերում եմ տեսել։ Կգնեմ բնակարան այս շենքում։ Բայց եթե մարդիկ հնարավորություն ունեն, խելացի բան է, բնակարան գնեն ու վարձով տան։ Ես մինչև մի չեմ նայել, քանի հարգանիշը 1, 2, 3, 4, 5 հարգանյա փաստորեն։ Այսօր հարցրին նոր մտածեցի, որ չեմ էլ նայել, քանի հարգանյա։ Ծառելույսի երևի նոր տարվանց հետո չեն հանել։ Սիրունա, ձեռը տուրա շուտ։ Արի ասնենք։ Մի րոպե։ Անցած շուշուտ։ Ты че կարող ակցիա ավտոյի, так? Ոնց թե շուտ։
Այս լրիվ ուրիշ զգացողությունա, որ քայլում ես Երևանի փողոցներով, կողքից հայերեն են խոսում, լսում ես ու հայերեն երաժշտությունն է միացրած, նենց հաճելի, նենց ուրիշ զգացողությունն է։ Դուք էլ մեր հետ եկեք զբոսնեք ժողովուրդ ջան, քայլում ենք, ձեզ էլ ցեն ցույց տամ, գիտեմ որ սիրով նայում եք։ Դուք էլ ձեր կարոտն եք առնում։ Հայ բախտ է էլի, սփռվել ենք աշխարհով մեկ։ Ու ցենց կարոտը սրտներում ապրում ենք։ Բայց թե որ շատ են գնում գալիս, այդ կարոտը այդքան շատ զգացնել չի տալիս։ Մենք ես 39 համարով չենք։ Այս Բագրատունյաց փողոցն է, ժողովուրդ ջան։ Այս խանութից մենք օգտվում ենք, քանի անգամ մտել բան եմ առել այս խանութից։ Դները գրած չի։ Չէ, դե ներսում կա գրած։ Այս խանութի դիմացով որ անցանք, արդեն քանի անգամ մտել եմ, աշխատողը ճանաչում է։ Ասում եմ, հավատարիմ հաճախորդ ենք ձեզ, դառել ծիծաղում, ասում եմ, ուրեմն հավանել եք, որ գալիս եք։ Մոտ է մեզ։ Ամեն արդեն առևտրի համակարգին ենքան մոտիկ ես, մանավանդ հագուստի էլ չես կարեմ կտրել ես։ Առա սրա չեմ կարում էլի, հա։ Գոնե հարցագործի խանութը, ասենք այդ հագուստի խանութներից հեռու մնա։ Դե պետք է լինում մտնում ենք, ինչ անենք։ Որ համեմատում ես 8 տարի առաջվա Երևանի հետ շատ բաներ է փոխվել։ Տարբեր է, չէ։ Հա, մանավանդ կենտրոնական փողոցների շրջակայք է, նոր շինություններ բաներ, բայց հետնամասերում նորություններ այդքան չկա։ Ծայրամասերում, այսօր օրինակ հետնամասերում, ասենք սրա այն կողմերը։ Հա, շենքերի, հա։ Հա, ծայրամասերում էր կա շինություններ բաներ, բայց այդքան բան չկա։ Այսինքն կենտրոնացած է մենակ ամեն ինչ կենտրոնական մասերում, էլի։ Ճանապարհային հատվածներում։ Հա։ Հավասարաչափ չի, համաչափ չի, էլի, ամեն ինչ զարգացած, արած։ Որ ուզենաս, ինչ բարբարով ասես, խոսակցություն Երևանում գրսես։ Հա։ Ասենք մանավանդ տաքսի վարորդները մեծամասնություն եկել աշխատում են, բնակարան են առել ստեղ, համառել են Մարզերից եկել են, հա, դե ասում են աշխատանք չկա, բա ինչ անեն մարդիկ։ Պետք է աշխատանք է։ Մարզերում չկա, շատ մարզերում իրոք Ունան չկա։ մարզերում։ Ջողերը դրա համար, ջողերում աշխատանք չկա։ Իջնում են գետնանցումով աշու, թե ոնց են գնում։ Թե կարանք Ուզում ես նենց կլոր ասել։ անենք միացել։ Հա, այսից գնանք, հա։ Շրջանցենք սենց։ Գնանք սենց անցնենք։ Մսի պասաժ։ Այ։ Մսի պասաժ, ակցիա։ Սուպերմարկետներում մսի գինը բարձր է, իսկ մսի խանութներում մի քիչ համատաբար ավելի էժան է մի քիչ։ Իսկ ընդհանուր դե թանկ է միսը, բայց տարբերություն կա էլի, որտեղից ես առնում։ Գլասը 1000 Թութը մի ամանը, ասենք տեղ կա 1000 դրամա կիլոն, իսկ սուպերմարկետներում օրինակ մի կիլոն 1800 է։ Օրինակ Տարբեր է շատ։ կարելի է սվետ հարցնել մեր հարազատներին, որ ուզենանք ծիրան, հետո այդ գիլազից առնենք տանենք, ստուգում են թե չէ։ Վաղտի կլնեն, որ գնացած կլենք իմանան, էլի։ Որ բագաժտանք չեն իմանա։ Ժողովուրդ ջան, եթե դուք տարել եք, գիտեք ասեք, որտեվ ասում եմ օրինակ Կանադա չեն կարա տանեն ծիրան։ Բայց Եվրոպայից թվում է դժվար թե չթողնեն։ Բագաժներ չեն թողում տեղեր կա։ Հա? Հա։ Միրգը, դե տակնհայտ միրգ է, էլի բան, երևում է որ միրգ է։ Կանաչի չի որ մտածեն, թե բանա չորացրած այն անտերներից է։ Ինչ լեզու ասես կլսես փողոցներում։ Այս շենքի տակը նախկինում երկար գաստրոնոմ էր։ Հա, էս։ Հա, շատ ա եղել մեր Տելմանի հետ
Եկել ենք ստեից առաջ ենք արել, միս ենք արել, բան ենք արել, ու գնացել ենք բարեկրագարի խորոված ենք արել, ասեմ հետը։ Վախտերն էլ միսը խանութում 2 ռուբլի։ Բա աշխատավարձն ինչքան էր։ Աշխատավարձ ես ասում եմ 77 ու թվերի դրանց հետո աշխատավարձն արդեն լավ էր։ Մարդիկ այդ ժամանակվան սկսում են լավ ապրել։ Ստեից անցնում են, բայց բան չկա գծած։ Զեբրա չկա գծած, բայց կարելի էր չէ որ գծեին։ Այս տեսա այս տիկինը իր կալյասկայով անցնում է դրա համար հետևից գնացինք։ Այնպես լավ հարմարացրած է, այսպես կալյասկաները, մանկասայլակները անելու համար, որ կարողանան հեշտությամբ փողոցի մայթերի բարձրանան, մայթերից իջնեն։ Մի րոպե։ Ամենտեղ սենց մրգի բանջարեղենի խանութներ ինքան շատ կան փողոցներում։ Այս կողմուր են գնում աշուտ։ Ես նույնը մակին հայրեր։ Այդ չկար անցում։ Անցում չկա։ Բանը կա։ Դա գովասնենք։ Գնանք, հա։ Չէ, սիրուն մազեր ունեն երեխան։ Վասնակային Քայլենք անցնենք, աշոտ, հա? Քայլենք մի քիչ էս կողմ։ Դերից ասնենք։ Անցում չկա, փողոցն ենք անցնենք։ Դարստենք տեսնենք անցնենք, ասնենք ունգես Հոգնել ես։ Բայց չէ, ստեղ էլ դիմացնները դուրս։ Չկա, լավ։ Այսենց հեռացնեմ, որ դուք տեսնեք։ Այս ճանապարհը տանում է առաջի մաս։ Հա։ Բայց փաստորեն երրորդ մաս ավելի շոկ է, քան Մալաթիա, հա? Թե չէ, հա? Մալաթիա մեկ չի բարձր է, դու հիշում ես մեկ չկան։ Բարձրացա, ինչ բարձր տեղից չէ։ Հա։ Ինչ հավես է, թոնրի լավաշ։ Թոնիրներ են դրած, լավաշ են թխում։ Կյանքը երում է, ժողովուրդ ջան։ Երեկոյան Երևանում։ Հայերն էլ հիմնականում է սեզոնին են գալիս, դրսի հայերը։ Այդ համարը ուր ես գնում։ Են մեր եկած տրոլեյբուսը որ նստանք եկա, վերջի կանգառը բանն էր։ Երևանի փոքր նորագավիթի այրոպորտն է։ Բայց ես կոչվում է Երևանի այրոպորտ, էլ ես տեսա, օտանավակայա։ Խորհրդային միության տարիներին դից փոքր ինքնաթիռներ թռնում են սովետական միության փոքր քաղաքներ, ասենք մոդիկ տարածքներ։ Դից եղել է որ տելևիզիոն դրեր կամ բան Գագրա, Բատումի բանը դες փոքր տեղեր, փոքր սամարոտներ։ Հիմա այդ ինքնաթիռը, այդ օտանավակայանը ռուսների ձեռքն է, ռուսական բազա է, ռուսական զինվորական բաներ են, վայնի ինքնաթիռներ են, զինվորական ինքնաթիռներ են։ Մի կեր բաներ, քանի հատ ինչքանա չգիտեմ, այդքան շատ քանագեր չէր մնացել։ Բայց երբ անց ռուսների ձեռը։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանագիրը ստորագրեց տվեց, երևի 96-97 թվականներ։ Լավ չի։ Կվերցնեն երևի, կամաց դել կվերցնեն, էլ ռուսները ստեղ անելու բան չեն ունել, էլի չկա։ Տեսնենք, անցանք փողոցը։ Այն կողմն է Արարատյան փողոց։ Հա, Բագրատունյացն է այս։
Ագրատունյաց իսկ հիմա այսից գնում է Արարատյան փողոց գնացի։ Առաջի մաս։ Հա։ Նախկինում մեր գործարանները հիմնականում գտնվում են առաջի մասի տարածքում, դեպի ենքում։ Հա։ Տեցի կրով որ ասում են, նշանաբար տանում են։ Մենք որ կողմ ենք գնում։ Մենք աչեք հիմա գնալու հետ Ստա որ դու քաղաքը լավ գիտես շուտ։ Չկորես հանգարցեմ, որ թողան քեստես, ոչ չես կարագասպե փողոց գնես։ Ես տաքսի կկանչեմ ու կգա։ Հա, հասուն 10 տան։ Հա։ Տաքսի արդեն կարում եմ կանչեմ, Ժողովուրդ ջան։ Սովորել եմ։ Օնլայն կանչում եմ։ Հնդիկները ասում են լավ էլ հայերեն են խոսում։ Հա, բայց որ 3-4 տարի մնանք։ Դե բա աշխատում են, ապրում են լավ ավ։ Դե դրանք բան է։ Ուրեմն խելացի մա։ Խելացի մա։ Սիշլով հավես կամիա, ծարավ չես ջուր խմես։ Ծարավ էլ չնես խմբի։ Միշտ սենց հնարավորություն չես ունենա։ Ձիրի այս միջուրը խանում միշկան։ Ես չեմ ուզում գնացին։ Նես լավ հով է, անգամ սարն է եղանակը։ Կամիա։ Ինձ սիրուն է այս լույսերը սենց շենքերի աշուտ։ Չէ՞։ Որ վերև ընգնում է վերև։ Հա, շատ սիրուն է։ Էսել է սիրուն, ինչ նայել այդքան լավ։ Ուպաս գները նայելով գնամ էլի։ Հիմնականում նույն գիննա, խնձորը 500 դրամ, գիլասը 400, լավ էլ բան, էժան է այս գիլասը 490։ Անի երրորդ բանը, երրորդ շարը։ Այս գյուղարներ իշկան հետա չէ, այսի միշտերից են։ Այս է 250 կիլոն, բայց թորոմ էլ է, չեն առել։ Լավ ծիրան ահլը հոտը բա, տարբեր գնանոց, շատ լավ ծիրան։ Համ շենքերն են շատ ծիրուն, համ էլ էդ լույսերը սենց, որ վերև են ընգնում, նարդի են խաղում։ Արի աշուտ։ Շատ կան փողոցներում սենց շներ։ Տես չմի ներիք կա նավերի դերապարգած։ Հեսա, մի հատ էլ ստեղը։ Քիչ մարդկով սենց մնամ կսան վայրին են դարնալու։ Հա, չէ։ Հա, հակված պրնեմ իշերը։ Ամեջ կիշեր ստեղ վիժենի կա։ Ծաղկների հոտը։ Այս լույսերը չի վարվում, հա։ Այս սրճարանի տեղը սիրուն է, բայց ինչքան անցանք դառանք այս կողմերից, մենակ տղամարդիկ էին նստած, կանայք չկային։ Ինչավես երեխեքը խաղում են, ես այնքան լավ թխված բան են ծախում, շատ համով գաթա, ընտանեկան բիզնես է ոնց որ։
Շատ համով գաթաներ են։ Հավեսա չէ, որ երեխեքը իջել խաղում են բացառիկ բանա։ Մեր մանկության ժամանակ էր, դեց իջնում էինք ամառվա երեկոները, դրսում խաղում էինք, ուզում էինք, որ մեզ տուն չկանչեն, խաղանք ու խաղանք։ Ես մերնա չէ։ Հա, մերնա, բացի չէ։ Հա, վարն եմ թողել միջանցքի լույսը։ Այսօր ավելի շոք է։ Լվացք եմ փռում։ Աշոտին ճանապարհ եմ գնում անկերոջ հետ հանդիպման։ Ու մի հատ հոմ տուր անեմ, ձեզ ցույց տամ այս տունը։ Մի հատ նայեմ հələ ոնց է գնում։ Ինչ ուժեղ է այսօր արևը, շոք է այսօր։ Այս մի քիչ քամին որ քամյա փչում հաճելի է։ Այսօր է, հա, էսը։ Ասել եմ ստվերոտ տեղերով քայլի։ Կարող եմ մտքերով ընկնի ու շատ իր չլինի, էլի։ Շոք է։ Գնանք ես ձեզ տունը ցույց տամ։ Այստեղից էլ սկսեմ, այս դրսի դուռն է, այսպես ներս են գալիս։ Այստեղ միջանցքն է, փոքր միջանցքը, այստեղ պահարանա դրված։ Երկու բան ես տեղավորել եմ, սրանք իմերն են, ֆեն կա մեջը, բայց ես չեմ օգտագործել։ Այստեղ էլ չեմ օգտագործել, հա, այս ծմերվա սեզոնի համար։ Միջանցքից գնանք նախ այս կողմի վրա Վաղնիկ սուքարանն է։ Այս է Վաղնիկ սուքարանը։ Ասեմ, որ ջուրը տես լավ չի գալիս։ Չգիտեմ, թե հիմա խցանված է ինչ է, բայց լավ չի գալիս։ Այս Վաղնիկ սուքարանը, այս կողմի վրա գնում է խոհանոց։ Մի րոպե դուռը ծածկեմ։ Այստեղ խոհանոց, այստեղ սառնարանն է դրված, սեղանը։ Այսինքն սովորական խոհանոց է։ Այստեղից գնում է պատշգամբ։ Պատշգամբից ես ձեզ անդադ ցույց եմ տալիս կադրեր, տեսնում եք, գիտեք, լվացք եմ փռել։ Այս փոքրիկ խոհանոցը։ Այստեղից էլ ձախով գնում է հյուրասենյակ։ Այս է հյուրասենյակը։ Դաշնամուրկա տանը, թորնիկս որ գալիս է նվագում է։ Վենտիլատորը աշխատում է։ Այդպես չենք էլ միացնում, չնայած այն առաջին երկու օրը մի քիչ միացրինք։ Մի հատ այստեղ։ Այստեղից միկրոֆոնի զարյատկան երևի վերջացել է ու ձայնը կտրվել է, ես հիմա ստիպված վրայից նորից պետք է խոսամ։ Ուրեմն մի հատ դիվանա դրված, որ բացվում է, այս էլ դիվանա մահճակալ է, այստեղ էլի մարդ կարա վրան քնի։ Այս կողմը դե աղմկոտ է, փողոցը, այդ նույն խոհանոցի կողմն է, էլի։ Այսպես, այստեղից գնում ենք ննջարան։ Մեր ճամպրուկն է դրված։ Ննջարանի կողմը շատ հանգիստ է, որևէ ձայն չկա, աղմուկ կամ բան։ Այսա պահարանը, մեր իրերը, ճամպրուկները։ Այն կողմում իրանց պահեսն է երևի կողպեքով բանալիով փակած է։ Մահճակալը մատրասը շատ վատն է, ոնց որ տախտակ լինի։ Այստեղ են բոթազներն են, որ ես գնեցի, բայց ես ցույց չեմ տվել, որ գյուղ գնալուց հետը ստանեմ, որովհետև այնտեղ ցուրտ է լինում, համ էլ որ գերեզմաններ բարձրանամ, կարողանամ հագնեմ։ Առել եմ Ռոբերտո Կոշիկի խանութ կարետեղից, զեղչվել էր 50%, ես վճարել եմ մոտավորապես մի 10,000, մի քիչ պակաս, 9,000, քանիս եմ վճարել,
Այսինքն մի 20 եվրո եմ երևի վճարել, հա 9750։ Ափսոս, որ ձայնս չի ձայնագրվել հետը, ես հիմա ամբողջը ինչ որ սրանց հետո գալու է ստիպված եմ վրայից խոսեմ։ Այսպես, էսա տունը, ընդհանուր տունը որպես տուն լավն է, մենակ վատն է, որ մաքուր չի։ Նորից գնանք խոհանոց, մի հատ սուրճ եփեմ։ Փաստորեն այսքան ժամանակ անտեղի խոսացել եմ ու չի ձայնագրվել։ Հեսա ինձ սուրճ դնեմ, մի հատ լավ սուրճ կար, աղջիկս խորհուրդ տվեց, դրանից եմ խմում, շատ լավ նադուրս եկավ այդ մի սուրճը։ Հեսա գազը վառեմ, այստեղ եթե սուրճի կողքը չկանգնեմ, թափվում արդեն քանի անգամ թափել եմ։ Այս սուրճն է, հեսա։ Le café de Paris։ Մի հատ գտալ վերցնեմ, տունը ոնց ասեցի, դե լավ տուն է, տենց տեղը լավ է, լավ տուն է, բայց շատ վատ է մաքրության առումով, պետք է նորմալ մաքրեն, նոր վարձով տան, այդ դրանից շատ դժգոհ եմ, ու հետո մատրասը մահճակալի վրայի, ոնց ասեցի, ոնց որ տախտակ լինի, մատրասը չեմ փոխել, վրան դրել են, փռել են աջալներ, վերմակներ, այնքան տհաճ է, որ սավանը բարձրացում ես, տակը ծալքերով, սենց վերմակա, աջալա, ծալել դրել են, շատ տհաճ է, շատ վատ է, ոնց որ, չգիտեմ, այն որ պարկում առավոտ վեր եմ կենում, մեջքս ոնց որ փայտացած լինի, այդ տենց վատ մահճակալ է։ Այստեղ մի անգամից ձեր հարցերին էլ պատասխանեմ, նախ գրել էիք աղջիկներս չեն երևում վիդեոների մեջ, վիդեոներիս մեջ ովքեր ուզում են Երևան նկարում եմ, ովքեր չեն ուզում չեմ նկարում, այդպես, տոմսերի հետ կապված, ինքնաթիռի տոմսերի համար էիք հարցրել, ինքնաթիռի տոմսերը ես վերցրել եմ հունվարին, իմը վերցրել եմ ուղեբեռով, Աշոտինը առանց ուղեբեռի։ Իմ տոմսի համար վճարել եմ կամ 620 կամ 650 ոչ էլ հիշում եմ, Աշոտինը մի 100 եվրո պակաս, որտեվ առանց ուղեբեռի էր։ Իսկ տան հետ կապված ինձ հարցնում եք տանտիրոջ հեռախոսահամարը։ Տանտիրոջ հեռախոսահամարը ես չունեմ, ժողովուրդ ջան։ Տանտիրոջ հետ կապ ես հաստատում եմ մենակ Airbnb-ի կայքով։ Ձեզ էլ խորհուրդ կտամ, դուք մի փորձեք իր հեռախոսահամարը ճշտեք, չեք էլ կարա ինձ թվում է։ Ավելի լավ է դուք այդ կայքի միջոցով ամեն ինչ անեք, որ վաղ միսօր մի հատ խնդիր լինի, դուք կարողանաք ձեր գումարը ետ ստանաք։ Գրեք Airbnb-ով, եթե հենց այս տունն է ձեզ դուր գալիս, գրեք Չեխովի վրա է տունը։ Նայեք տունը կտեսնեք, կճանաչեք արդեն։ Մանեք եք գտեք ու դուք ռեզերվ եք անում, արդեն դուք ինքներդ օնլայն վարձում եք տունը, եթե իհարկե օրերը, ձեր ուզած օրերը ազատ կլինի, էլի։ Նայեք, ընտրեք, վարձեք, ինձ թվում է հիմա երևի դե ավելի բարձր կլինեն գները, չգիտեմ, հունվարին վարձել եմ հունիսի համար, բայց հիմա եթե հենց հիմիկվա համար անեք, ինձ թվում է ավելի բարձր կլինեն գները։ Այդպես ժողովուրդ ջան, սուրճ լցնեմ, գնանք խմելու։ Այս շրթունքներից դուրս տվածի համար խորհուրդ էիք տվել մազ, բժիշկը արդեն նշանակել է, ես սկսում եմ այդ մազը, ահագին լավ օգնում է։ Ինչը որ լնդերիս էլ եմ կսում, ուղղակի իրանք ինչ շուտ պետք է առաջարկեն լնդերիս սկսել դրանից, նոր են առաջարկել, ավելի շուտ կապակինվեին լնդերը։ Նստեմ սուրճ խմեմ, այսօր էլի գնալու եմ ատամնաբույժի մոտ, անդադ կանչում է, էլի նենցա, որ չեմ կարա, օրինակ նախապես ինչ-որ բան որոշեմ, որտև կարող է իրանք զանգեն, ասեն ես ինչ ժամին արի, ասելա կարող է մի օրվա մեջ 2 անգամ էլ կանչեմ, ասում հա ոչինչ, դե դրա համար եմ եկել եմ ատամներս սարքել։ Լույս չեմ վառում, որտև մի հատ բան է այստեղ, այդ ջահա, 3 հատ դրված է, մի հատն է վառվում, իրիկունն էլ վառում ենք, այդպես խավար է, ոնց որ մարդ նեղվի։ Իսկ վարագույրներն էլ դեկորատիվը ծածկած են պահում, որ մի քիչ շոկից պաշտպանվենք։ Վենտիլատոր աշխատում եմ, տեղ չմիացնեմ, չհիվանդանանք, առանցին էլ հիվանդանալուց լավ պրծա, բայց արդեն լավանում են շրթունքներս։ Այդ իրա նշանակած մասը բժշկի լավն է, համ կարելի է լնդերին քսել, համ շրթունքներին քսել։ Ծաղիկներս արդեն թորոմել են, որ թողեցի 3 օրով գյուղ գնացի, թորոմել են արդեն, այսինքն 3 օր ջուրը չփոխվեց այս շոկին։ Այսօր եթե հարմար լինի դրսից տուն գալուս, իմ համար ծաղիկներ կառնեմ, եթե չմնա երևի վաղը։
Այդ այդպես ժողովուրդ ջան, այս գրքերը դիտավորալ այստեղ չեմ սկսում կարդալ, այստեղից առած գրքերն են, երև մի երկու հատ էլ կառնեմ, ուղղակի ուզում եմ նայեմ, թե ինչ գիրք, որ չմտնեմ խանութ ու այնտեղ ման գամ։ Սրանք 5 գրքեր են, աղջկաս էի խնդրել բերելա, այս էլ Թումանյանի երկերի ժողովածունա շոտ 5 գիրք ահլը նայեք։ Ուզում եմ այստեղից մի երկու բան ձայնագրեմ, հաճույքով ես նորից կկարդամ, համ էլ կձայնագրեմ ձեր համար, թե ինչ կձայնագրեմ, հիմա չասեմ, որ ձեզ էլ հետաքրքիր լինի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա ես իմ սուրճը խմեմ, Աշոտը իր ընկերոջ հետ հանդիպմանա դեռ, երև մի 3-4 ժամ, կարող է մի 3 ժամ մնա մետրով էր գնալու, բայց այդ շոքին, չգիտեմ ոնց երևի հարմար տեղ կգտնեն, կնստեն։ Ես էլ սուրճս խմեմ, ճաշեփեմ ու մի 2 ժամից այդպես կգնամ ատամնաբույժի մոտ։ Իսկ դուք լավ մնացեք, շնորհակալ եմ ձեր ջեր մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ։ Հարցերին ոնց որ պատասխանեցի, տենց առանց պատասխանի հարց չմնաց, կարծում եմ, ու կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Գիտեմ, որ հետաքրքիր է ձեզ էլ Երևանը կարոտել եք, այնպես որ փորձում եմ նկարեմ, նայեք ժողովուրդ ջան, ափսեն եմ ուզում ցույց տամ սուրճի, կոտրված։ Այդպես չի էլի, որ ասենք եթե վարձով տալիս են, ինչ սենց ասած զիբիլ կա, որ էլ իրանց պետք չի կարելի է դնել։ Ամաններին նայում ես, լացդ գալիս է։ Կարելի է։ Ես համատում եմ նախորդ տան հետ, թե ինչ ամեն ինչ է էլի, էս տեղը տեղով այդ կինը դրել էր տունը, ասեց, ոնց ասեմ, ամեն ինչը բտացված վարձով էր տվել։ Ապրետ կինը իրոք շատ լավ էր։ Այստեղ տենց չի։ Ինձ թվում է երևի որ տանտերը տղամարդ է, ինքը անմիջապես ինքը չի հետաքրքրվում էլի, կարող է ինչ-որ մեկ ուրիշն է անում ամեն ինչ, դրա համար այդ վիճակն է։ Ամեն դեպքում մինչև չապրենք չէինք իմանա։ Էդ է ժողովուրդ ջան, դե դուք ինչ ասեմ, լավ մնացեք, մենք էլ լավ մնանք, մինչև հաջորդ վլոգում էլի կհանդիպենք։ Հաջողություն։